կոչերը, որոնք որ միտված էին նրան, որ Երևանի քաղաքապետարանի եկամուտները նվազեցվեն, մասնավորապես տրանսպորտի ոլորտում։ Սիրելիներս, դրանք ազդելու են հենց տրանսպորտի ոլորտի վրա։ Առաջին հերթին, եւ օրինակի համար, եթե այսօր մոտավորապես 2.7% ունենք մենք ավտոբուսներ, որոնք որ դուրս չեն եկել, այսինքն այդ ֆինանսական հոսքը այնքան է աճում, որ Երևանի քաղաքապետարանը ուղղակի ֆիզիկապես չկարողանա անընդհատ այս ծավալը սպասարկի եւ հետեւապես կրկին անգամ եւ ուզում եմ հատուկ շեշտել եւ այստեղ որևէ տենց երկրորդ կարծիք չկա, այո պետք է լինի տուգանք, այո հարային տրանսպորտից օգտվելու եւ չվճարելու համար պետք է գործի տուգանք։ Երևանի քաղաքապետարանը կամ Երևան քաղաքը միակը չեն աշխարհում, որ ունեն նմանատիպ խնդիր։ Այսինքն դա կա Փարիզում, դա կա Լոնդոնում, դա կա եւ կներեք ամենայն հարգանքով նորից այդ բոյկոտի շղարշի ներքո ուղակի կոծկելը անպատասխանատվությունը ես տենց չեմ ընդունում։